Վերջերս նկատել եմ, որ մենք ամեն ինչ կամ ամեն մեկին կարողանում ենք աստվածացնել, բայց ոչ երբեմն Աստծուն։ Օրինակի համար գոհանում ենք մարդկանցից, ինչ որ մի արարքի համար, ինչ որ մի բանի համար շնորհակալ ենք լինում նրանցից, երբեմն այն աստիճանի, որ այդ աստիճանի մենք անգամ Աստծուն չենք շնորհակալ լինում։ Ինչ որ արժեքներ է փոփոխվում։ Օրինակ մարդիկ կան հայրենիքն են աստվածացնում, հայրենիքը անվանում են Աստված։ Ես հասկանում եմ, մարդիկ ուզում են լավ խոսքեր օգտագործեն, բայց անգամ երբեմն չգիտակցելով, բայց իմացեք մի բան, հայրենիքը չի կարող լինել Աստված, կամ ինչ որ մի արժեք, կամ ինչ որ տան անդամ չի կարող լինել Աստված, չի կարող լինել նույն աստիճանի վրա, բացառվում է այդպիսի բան։ Հենց նույն քո տան անդամը, եթե հետ գնաց մի քանի տարի, կզգաս, որ չկար։ Օրինակի համար քո կինը, դու չէիր ճանաչում իրեն, կամ օրինակի համար քո երեխաները, դու ընդհանրապես իրանց չէիր էլ տեսել, չէիր էլ պատկերացնի իրանք ինչպիսին կստեղծվեն Աստծո կողմից։ Այսինքն չի կարող մարդը գալ հասնել նրան, որ դառնա Աստված, կամ ասենք դու օրինակի համար ուրիշ ազգի մեջ ծնված լիներ, ստացվում է քո հայրենիքը այդ հայրենիքը կլիներ Աստված, չի կարող այսպիսի բան լինել։ Մենք Աստծուն արժանի փառք չենք տալիս այսպես։ Մի խոսք կա Աստվածաշնչում, որ ասում է նրանք Աստծուն արժանի փառք չտվեցին եւ ունայնացան իրենց մտքերի մեջ, այսինքն դատարկաբանությունների մեջ մտան։ Աստված օրհնի քեզ։